Ուղիղ 1 տարի է, ինչ ստորագրվել է TRIP-ի համաձայնագիրը, վարչախմբի պարագլուխն ասում է, թե դրա առարկայական գործնական փուլ ենք մտնում։ Հետո արդեն թշնամի Ալիևի հայտարարությունը հնչեց, նրանից իմացանք, որ ադրբեջանցի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել Հայաստանի տարածքում, Մեղրիում էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղորոշման աշխատանքներ են կատարել։ Այսինքն թշնամի պետության ներկայացուցիչներն արդեն անարգել Հայաստանի տարածքում հողային դաշտային աշխատանքներով են զբաղված։ Ուշադիր կարդանք TRIP-ի վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը։ Դրանում օրինակ խոսվում է փոխադարձ շահաբաժինների, դիվիդենդների օտարման վերաբերյալ։ Ասվում է, որ օտարված շահաբաժինները հարկման ենթակա չեն։ Շատ է ասվել, որ պետք է այդ պայմանագրում կետ սահմանել, որի համաձայն կբացառվեր երրորդ կողմին օտարելը։ Բայց փաստորեն շատ հնարավոր է մոտ ապագայում Հայաստանն օտարի իր 26%-ը դիցուկ Ադրբեջանին, որի հետ այսպես կոչված խաղաղասիրական եւ բարեկամական փուլ է թևակողել։ Իսկ Միացյալ Նահանգները կարող է իր 74%-ն օտարել Թուրքիային։ Տեսականորեն դա չի բացառվում, որովհետև փաստաթղթում այդպիսի սահմանափակում չկա։ Հայաստանի կարծիքն իհարկե հաշվի չեն առնելու եւ բացառվում է, որ այս վարչախումբը օգտվելով վետոյի իր իրավունքից արգելափակի Ադրբեջանի կամ Թուրքիայի նման բացառիկ հնարավորությունը։ Վարչախումբը բացարձակ վստահություն ունի թշնամական Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ եւ կեղծ խաղաղության թեզով էլ կարող է արդարացնել, թե իբր արդյունավետ կլիներ իր շահաբաժինն օտարել որևէ կազմակերպության, որը կարող է լինել հենց ադրբեջանական։ Այդ փաստաթղթով ոչինչ չի սահմանափակվում։ Եվ եթե վարչախումբը Հայաստանի 26%-ը վաճառի Ադրբեջանին, Միացյալ Նահանգներն էլ իր 74%-ն օտարի օրինակ թուրքական որևէ կազմակերպության, TRIP-ը կվերածվի բացառապես թուրք-ադրբեջանական միջանցքի։ Ճիշտ է, պայմանագրում քանիցս նշված է ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության պահպանման մասին, բայց մնացյալ դրույթները ճիշտ հակառակի մասին են։ Քանի որ Իրանն այն դիտարկում է որպես միջանցք, որտեղ իր կենսական շահերն են ոտնահարվում, տարածաշրջանում իրավիճակը կարող է էապես լարվել։ Օրինակ, ելնելով այդ ճանապարհի անվտանգությունից, կողմերը, որոնք հանձն են առել շահագործելու այն, կարող են զորք մտցնել այն պաշտպանելու համար։ Վարչախմբի պարագլխի պատկերացումը Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների եւ ռեզերվների մասին թշնամական է։ Օրինակ, երբ ամիսներ առաջ նրան հարցրին ատոմակայանի, ապագայում Թուրքիայի կողմից հնարավոր շահագործման մասին, նա ուղիղ պատասխանեց. «Իսկ ինչ խնդիր կա այդտեղ»։ TRIP-ի հետ կապված բազմաթիվ քննադատությունների նա պատասխանում է. «Թող գնան, այսինքն մեր երկիրը վերածեն թուրքական հետնաբակի»։ Զանգեզուրի միջանցք են ադրբեջանցիները անվանում, եղել ամենասկզբից նաև Գոբլի պլանում է եղել, այսինքն այս գաղափարը նոր չէ, իմպլեմենտացիան է նոր եւ գաղափարի կյանքի կոչմանը երբեք այսքան մոտ ամերիկացիները չեն եղել, չնայած բոլոր վարչակազմերի օրոքել հնարավորություն որպես տարբերակ դիտարկվել է, որ կարելի է նման սցենար կյանքի կոչել։ Սուտ են վարչախմբի այն պնդումները, թե իբր TRIP-ը մեր երկրին ռազմավարական մեծ օգուտներ է բերելու։ Տնտեսագետները հաշվարկել են, որ դրա ենթադրյալ շահույթն աննշան է լինելու, եւ դա մեր բյուջեի վրա տեսանելի ազդեցություն չի թողնելու։ Բայց նույնիսկ այս ամենից հետո Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության պայմանագրի ստորագրումից, որպես նախապայման առաջադրելով սահմանադրության փոփոխությունը։ Սա այն դեպքում, երբ 1 տարի առաջ Սպիտակ տանը կնքված այսպես կոչված խաղաղության համաձայնագրի 4-րդ հոդվածում ասվում է, թե կողմերը պարտավորվում են չմիջամտել միմյանց ներքին գործերին։ Այս ժամանակահատվածում վարչախումբը հետևողականորեն Հայաստանի կողմից իբր խաղաղությանը պատրաստ լինելը ցույց տալու համար զիջում է հնարավոր ամեն ինչ, լինի դա սահմանազատման հանձնաժողովում հայկական դիրքորոշումն ու կեցվածքը, ազգային պատմական սիմվոլների խեղումը, հայ ժողովրդի պատմության աղավաղումը, Արցախի մոռացման փորձերը, եկեղեցու դեմ բիրտ արշավանքը, սահմանադրությունը փոխելու մարմաճը, թե մի այլ բան։ Պարագլուխն ընդդիմությանն ասում է՝ մի խոսեք արևմտյան Հայաստանից, պահանջատիրությունից, Արցախից, որ ադրբեջանցիներն էլ չխոսեն։ Մինչդեռ Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևն է խոսում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին։ Նախիջևանում կազմակերպում են այդ թեմայով միջազգային գիտաժողով։ Բաքվի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում առանձին այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի ամբիոն են բացում եւ այդպես շարունակ։ Ուրիշները իմացել են մեր հետ ոնց վարում են, մենք ինքներս ոնց որ թե հաճույք ենք ստացել կներեք այդ բառանոր չգիտեմ, որ կորցնում ենք։ Պարտության հրճվանքը ինչ է նշանակում, ես չեմ իմանում։ Եվ հաղթանակից վախենալը ինչ է նշանակում, դա էլ չեմ կարողանում հասկանալ։ Ոնց կարա մարդը հաղթանակից վախենա։ Հաղթանակի ձեռը գրակ չեն գնում, հաղթանակին փայփայում են ու պահում են։ Իսկ այսօր պարտությունն ենք, որոշը փայփայ, խաղաղությունը պետք է ամեն օր պահպան։ Որքան մենք լրացնենք Արցախի եւ մեր մյուս ազգային իրավունքների թեմաները, այնքան թշնամին ավելի է լկտի անալու։
Որքան ավելի շատ մենք խոսենք այսպես կոչված կեղծ խաղաղության մասին, այնքան թշնամին ավելի շատ է տարածքային պահանջներ եւ նկրտումներ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքին, պնդելու թե իբր իրենք մեքենաներով պետք է հասնեն Երևան։ Հետևաբար միայն ուժն ու դիմադրությունն է մեզ փրկելու թշնամական հաջորդ էքսպանսիայից։ Պայքարը շարունակվում է։